Խաչվերացի տոնին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը մեր եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի եւ Վարդան Զորավարի դստեր Սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաեւ աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է։ Արդեն երկրորդ տարին է այս օրը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գանձատնից Սուրբ Մարիանե եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը։ Մեր սուրբերը արդեն իսկ հաղթանակած եկեղեցու զինվորներն են, իսկ մենք դեռ այս աշխարհքի վրա պատերազմող, ուրեմն եկեղեցու մարտնչող եկեղեցու զավակներն ու անդամներն ենք, եւ նրանց բարեխոսությունը հայցելով ուժ եւ կարողություն ենք ստանում աստվածային մեզ տված կյանքն ապրելու սուրբերի բարեխոսությամբ եւ Տիրոջ զորությամբ։ Ուրախ լեր Սուրբ եկեղեցի եւ ցնծա բոլոր սրբերիդ հետ միասին, քանզի Քրիստոս արքան երկնավոր այսօր պսակեց քեզ իր խաչով, ասվում է շարականում։ Հարագածոտնի թեմի հոգևորականների եւ Ղազարավանի միանձնուհիների ուղեկցությամբ Տեր Հովելը ներս է բերում ականակուր խաչաձև մասունքարանը եւ տեղադրում Սուրբ խորանին։ Մեր եկեղեցիներում հրաշքներ միշտ էլ եղել են եւ միշտ էլ կլինեն։ Պիտի հավատաս, որ հրաշքը տեսնես։ Մեր Սուրբ Մարիանե եկեղեցում փառք Տիրոջ, որ հրաշքների պակաս չենք ունեցել։ Շատ ուրեմն կանայք այստեղ իրենց մայրության բերկրանքին են արժանացել, սրբուհու բարեխոսությամբ, շատ հիվանդներ իրենց բժշկությունն են գտել Սուրբ Մարիանե եկեղեցում, սրբուհիների բարեխոսությամբ եւ Տիրոջ օրհնությամբ։ Օրվա պատարագիչը Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Արաքելյաններ։ Հիշատակվող սրբուհիներից Փեփրոնեն նահատակվել է Դիոկլետիանոս Կայսեր օրոք, մերժելով ամուսնանալ Հեթանոսի հետ, ենթարկվել է տանջանքների, ապա գլխատվել։ Նույն կերպ է նահատակվել նաև Մարիանե կույսը, որը համաքրիստոնեական սրբուհի է, հիշատակվում է Մարինե Մարգարիտ անուններով։ Իսկ Շուշանիկը Վարդան Մամիկոնյանի դուստրը եւ Սահակ Հայրապետի թոռնուհին հավատը չուրանալու համար նահատակվել է Վրաստանում բանտարկության 7-րդ տարում։ Ցանկանում եմ իրենց բարեխոսությամբ խաղաղություն հայոց աշխարհում, բոլոր հայ օջախներում, թող Տիրոջ խաղաղությունը սերը լինի, թող հայ ժողովուրդը համախմբվի հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որովհետև դրանում է մեր ուժը։ Քույր Շուշանիկը միանձնուհի է, իր աղոթական կյանքն ապրում է Ղազարավանի Մենաստանի Սուրբ Նարեկ վանքում մյուս միանձնուհիների հետ։ Աշխարհի կանունն էլ Շուշան է, եկեղեցին կմնա քարե շինություն, եթե չունենա աղոթողներ, ասում է նա, եւ վկայակոչելով միանձնուհիներին ասում է, որ մեր օրերում էլ կան հանուն քրիստոնեական հավատքի նահատակության պատրաստ անհատներ, որոնք հրաժարվելով աշխարհիկ կյանքից, ընտանիքներում ապրելու աստվածային օրհնությունից ապրում են աղոթական կյանքով Մենաստանում։ Քո խաչը թող մեզ ապավեն լինի, երբ երևաս լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք քո զորությամբ մեծապես կբերգրենք քո աջ կողմում ինչպես լույսի եւ տվնջան որդիներ։ Իր քարոզն այս խոսքերով սկսեց Տեր Փառենը։ Նա ներկայացրեց նաեւ քրիստոնեական հավատքին հավատարիմ սրբուհիների վարքը։ Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվը հավատացյալներին հրավիրեց սեպտեմբերի 27-ին մասնակցելու Սուրբ Գևորգ Զորավարի տոնին նվիրված համաթեմական մեծ ուխտերթին։ Այդ օրը վաղառավոտյան Սուրբ Մարիանե եկեղեցում եւ Հովանևանքում խոստովանությանը մասնակցելուց հետո ուխտավորները կքայլեն դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի պատարագին մասնակցելու եւ Սուրբ Գևորգ Զորավարի մասունքից զորություն ստանալու համար։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։